Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր շնորհիվ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի։ Եթե ես նախագահ լինեի, այս հակամարտությունը երբեք տեղի չէր ունենա։ Եվ եթե ես նախագահ չլինեի, այս պատերազմը կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, ասել է նա Սպիտակ տան ունեցած ելույթի ժամանակ։ Քանի դեռ Թրամփը նախագահ է, իսկ ես վարչապետ, Հունգարիայի դեմ պատժամիջոցներ չեն լինի։ Այս մասին էլ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թրամփի հետ հանդիպումից հետո։ Նա մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քանի դեռ իրենք իշխանության են, Բուդապեշտը չի բախվի Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումների համար Միացյալ Նահանգների պատժամիջոցներին։ Նա նշել է, որ ռուսական էներգակիրների նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի կոմունալ ծառայությունների ծախսերի եռապատիկ աճի եւ վառելիքի գների բարձրացման։ Հունգարիայի առաջնորդը հայտարարել է, որ այս աղետը կանխվել է Թրամփի հետ հանդիպման շնորհիվ։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ է արձակվել բանտից եւ տուն է վերադարձել։ Նա կգտնվի հսկողության ներքո։ Փարիզի վերաքննիչ դատարանը Սարկոզիի նախնական կալանքն անհիմն է ճանաչել։ 70-ամյա Սարկոզին, որը պաշտոնավարել է 2007-ից 12 թվականներին, սեպտեմբերի 25-ին մեղավոր էր ճանաչվել իր դեմ հարուցված գործով եւ հոկտեմբերի 21-ից պատիժ ներկրում Փարիզի Սանտեի բանտի մենախցում։ Չինաստանն իր գործարկած նոր տեսակի վիզայով փորձում է Միացյալ Նահանգներից խլել ՏՏ ոլորտի աշխատակիցներին։ Հաղորդվում է, որ Չինաստանի կառավարությունն առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար դառնալու հարցը դարձրել է գերակա խնդիր։ Եվ նոր գործարկած K տեսակի վիզա ծրագիրը, որը նախատեսված է գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների համար, կարող է նման մարդկանց երազանքն իրականություն դարձնել։ Չինական վիզայի նոր տեսակը ներդրվել է ի հակադրություն ամերիկյան H-1B ծրագրի։ Ռուսաստանն ու Հնդկաստանը պատրաստվում են աշխատուժի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել դեկտեմբերին կայանալիք Ռուսաստան-Հնդկաստան գագաթնաժողովում։ Համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանում հնդիկների թվի աճին առաջիկա տարիներին։ Հնդիկ աշխատողներն աշխատանք են գտնում Ռուսաստանում հիմնականում շինարարության եւ տեքստիլ արդյունաբերության ոլորտներում։ Սակայն իրավիճակին ծանոթ աղբյուրները նշում են, որ Ռուսաստանում աճում է մեքենաշինության եւ էլեկտրոնիկայի որակավորված մասնագետների պահանջարկը։ Մինչև 2025 թվականի ավարտը Ռուսաստանում աշխատանքի կացնի ավելի քան 70,000 հնդիկ։ Կրկին ժայթքել է Հավայան կղզիների Կիլաուեա հրաբուխը։ Տարածվող կադրերը որքան գեղեցիկ են, այդքան վտանգավոր։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։